Սասնա ծռեր խմբի մի շարք անդամների խափանման միջոց կալանքը երկարաձգվեց արդեն իսկ հայտնի է դատավարությունները ընթացան։ Սրան ինչպես եք վերաբերում, դատարանը ինչ մոտեցում ձեզ ցուցաբերեց, ձեր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը եւս երկարաձգվեց։ Արայք Խանդոյանի հետ խոսել եք, ինքը ինչ է ասել այդ մասով։ Այսօր եմ տեսակցել Արայք Խանդոյանին։ Իր համար անակնկալ չէր, որ խափանման միջոցի կերկարացվի կալանքի ժամկետը կերարսի, դա անակնկալ չէր եւ ինքը դրա մասին նախապես նաեւ ասեց դատարանում, որ ասեց, որ իմ դատող իմ ժողովուրդը պիտի լինի եւ դատարանին դիմելով ասեց, ես ձեզ որևէ ասելու որևէ բան չունեմ, որովհետեւ դուք ընդհանրապես կատարում եք այն ինչ հանձնարարություն ստացել եք։ Իր համար դա անակնկալ չէր, այդ ամենևին որևէ կերպ Խանդոյանի դրամադրվածության վրա չազդեցել անգամ դատարանի կայացրած ակտը, որովհետև սպասելի էր, որ խափանման միջոցը կերկարացնեին, պարզ էր դա նաև միջնորդության ներկայացման պահից, որովհետև վարույթն իրականացնող մարմինը անգամ պատշաճ հարգանք չէր ցուցաբերել դատարանի նկատմամբ, ներկայացել էին նյութեր, որոնք թերի էին, սխալներով, անգամ այսպիսի փաստաթղթեր նյութեր դատարան ներկայացնելու պայմաններում, ուղղակի դատարանը կարող էր դրանց ընդհանրապես ուշադրություն չդարձնել, բայց դատարանը այլ բան չէր կարող անել, հասկանում էինք ինչ պատճառով, մեկ անգամ եւս վկայեց ոչ միայն Խանդոյանի դեպքում, այլ նաեւ մյուսների դեպքում, որ Սասնա ծռեր խմբի տղաների անձանց կալանավորված անձանց նկատմամբ դեռևս ոչ թե իրավական հարցությունում է աշխատանքներ է տարվում, այլ առավելապես մեր կարծիքով դա քաղաքական որոշումներ է եւ դատարանները կատարում են այն, ինչ իրենց ըստ էության տրվում է, հանձնարարվում է եւ չեն իրականացնում արդարադատություն։ Նախաքննական մարմինը 2 ամիսների ընթացքում ինչ աշխատանք է կատարել, ինչ էական հանգամանքներ կան, ինչ փորձաքննություններ են արվել, դատաձգաբանական նաև փորձաքննություն արվել է թե չէ, ոստիկանների մահվան հանգամանքի մասով, ինչ կա կոնկրետ մեղադրվող արդեն իսկ կա, թե դեռևս ինչպես գլխավոր դատախազն էր ասել, լայնածավալ աշխատանքներ են դրա մասով կատարվում, ինչպես ինքն էր ձևակերպել, այսինքն ինչ իրավիճակ է ընդհանուր առմամբ։ Ըստ ներկայացված նյութերի մի քանի 100 անձինք հարցաքննվել են։ Հավանաբար վկաներ, դժողներ, գուցե այլ անձինք եւս հարցաքննվել են, 100-ից ավել փորձաքննություններ նշանակվել, մի շարքի եզրակացությունները, դրանցից մի մասի եզրակացությունները նաեւ կան։ Կոնկրետ որոնց եզրակացություններ։ Բայց ինքը դժվարանամ ասեմ, մի քանի տասնյակ եզրակացություններ կան նաեւ եզրակացություններ, որոնք չեն էլ ստացվել։ Այն հանգամանքը, որ գործ է արվում, հա, գոնե ըստ ներկայացած նյութերի, դա պարզ է։ Բայց գիտեք, հետաքրքիր է ուշագրավը նաեւ, որ կոնկրետ դիցուկ Արայք Խանդոյանի դեպքում դատարանին չներկայացվեց որպես պատշաճ ջանասիրություն, անհրաժեշտ ջանասիրություն կամ հիմնավոր կասկած հիմնավորող, թե նախորդ 2 ամիսների ընթացքում կոնկրետ ինչ գործողություն է կատարվել, որոնք վերաբերվում էին Արայք Խանդոյանին։ Այն հանգամանքը, որ նախաքննական մարմինը աշխատանք է կատարում, դա բնական է եւ դա ինչ որ արտարոց բան դրա մեջ չկա, դա նրանց պարտականությունն է։ Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է այդ գործողությունները կատարել, բայց կոնկրետ ինչ էր կատարվել Արայք Խանդոյանի հետ, կամ ես չգիտեմ նաեւ մյուսների դեպքում, որ կոնկրետ հենց այդ հիմքով պիտի նրա կալանքի ժամկետը երկարացվեր։ Մենք միշտ նշել ենք առաջի օրվանից դատական նիստի ժամանակ եւս հայտնեցինք, որ որևէ մեկին անհատական մեղադրանք չի առաջադրվել։ Մեղադրանք առաջադրվել է կոլեկտիվ սկզբունքով, որն անթույլատրելի է։ Գրեթե բոլոր անձինք կալանավորվել են մինչև օգոստոսի 3-ը, գրեթե բոլորը։ Օգոստոսի 5-ին հատուկ քննչական ծառայությունը իր տարածած հաղորդագրությամբ նշեց, որ հետագայում առաջադրված մեղադրանքները անհատականացվելու են։ Այսինքն ինքնին պարզ էր, որ մինչ օրս որևէ մեկին անհատական մեղադրանք չի առաջադրվել, ինչը պարտադիր է օրենքի իմաստով։ Այսինքն 2 ամիս հետո, երբ 2 ամիս հետո կոլեկտիվ մեղադրանքով շարունակում են անձին անազատության մեջ պահելու ժամկետը եւս 2 ամիս երկարացնելու, եթե օգոստոսի սկզբի օրերին գուցե եւ կար այդ ցայտնոտային վիճակը, ապա 2 ամիս հետո դրա մասին խոսել անլուրջ է, որովհետեւ որքան էլ քննչական գործը ինքը ծավալուն է, մենք չպիտի մոռանանք, որ խմբում ընդգրկված աշխատում են 48 քննիչներ, աշխատում են տարբեր օպերատիվ ծառայություններ, այսինքն այսքան պետական ռեսուրսն օգտագործել եւ 2 ամիս հետո օրինակ Արայք Խանդոյանին անհատական մեղադրանք չառաջադրելը կամ նաև մյուսներին։
չենք կարող մենք խոսել ցայտնոտի կամ ծանրաբեռնվածության մասին։ Ձեր պաշտպանյալներից նաև Աշոտ Պետրոսյանն է, իր մասով էլ անհատական մեղադրանք Եվ Աշոտ Պետրոսյանի մասով եւ Հովհաննես Հարությունյանի մասով խափանման երկարացմանը մենք վկայակոչեցինք այդ փաստերը, որ անհատականացված մեղադրանք չի առաջադրվել, որևէ մեկին չի առաջադրվել։ Եթե նորից կրկնվում եմ գուցե օգոստոսի սկզբի օրերին ծավալը ցայտնոտային վիճակը գուցե եւ կարելի էր ընկալել, սակայն իրավաբանություն չէր դա, բայց 2 ամիս հետո նույն իրավիճակում նույն process-ը շարունակել որևէ արդարացում չունի, որևէ ծավալ։ Նորից ասեմ, որ մեծ քննչական խումբ պետական ամբողջ ռեսուրսները օգտագործում են այդ գործի համար մի կողմում, մյուս կողմում գտնվում է Դիցուք Արայք Խանդոյանը կամ Աշոտ Պետրոսյանը, եւ նրանք եւս 2 ամիս պիտի սպասեն, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը, չգիտեմ ով է ասել այդ բառը, բայց այդ ցայտնոտից դուրս գա, անձին կոնկրետ անհատական մեղադրանք առաջադրի եւ նրանց սկսեն վարվել քրեական օրենքի տառին համապատասխան։ Դա անթույլատրելի է։ Նման պայմաններում ուղղակի անթույլատրելի է այդպես աշխատելը։ Եվ ներկայումս բոլորի նկատմամբ, երբ խափանամիջոցները երկարացվում է, մենք կրկնում եմ, իրավական հարթությունում որևէ գործ չենք անում։ Գուցե, այսինքն օրենքով թույլատրվում է մինչև 1 տարի, հա, նախաքննությունը, եթե հատկապես ծանր գործերով, առանձնապես ծանր գործերով մինչև 1 տարի։ Գուցե միջխորհրդարանական ընտրությունները բուն դատավարությունը արդեն չկայանա։ Դժվար է բնականաբար այս պահին ասել, թե ինչ տեղի կունենա ոչ թե խորհրդարանական ընտրությունները, այլ 1 ամիս հետո, որևէ մեկը չի կարող կանխատեսել։ Այդ բուն դատավարության process-ին ականատես չլինեք։ Երկարաձգումների մասով։ Դատավարությունը ես նկատում եմ զուտ գործի մասով։ Ես հասկանում եմ, ես ուզում եմ հավատամ, որ շատ չեն ձգձգի կոնկրետացնելը, անհատական մեղադրանք առաջադրել, ուզում եմ հավատամ դրան։ Ուզում եմ հավատամ, որ դա շատ շուտ կլինի, որովհետև պաշտպանություն իրականացնելու ներկայիս իրավիճակը զուտ պատրանքային է։ Բոլոր պաշտպանները, փաստաբանները մեծածավալ աշխատանքներ են կատարում, ավելի քան այսպես բոլոր ջանքերը գործադրում են պաշտպանություն իրականացնելու առումով, սակայն երբ մյուս կողմից, տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմնի կողմից գոյություն չունի իրավական հարցությունում աշխատանք, մեզնից յուրաքանչյուրի պաշտպանյալի առումով, ապա ինքնին պաշտպանների կատարած աշխատանքը եւ նաեւ կալանավորված անձանց ջանքերը պաշտպանության ուղղությամբ ընդհանրապես պատրանքային բնույթ են կրում, այսինքն ձևացնում են, որ գործ է կատարվում, քրեական վարույթ կա հարուցված, գործ կա հարուցված, որի շրջանակներում կողմերից մեկը իրավունքի դաշտից դուրս է գործում, իսկ մյուս կողմը պաշտպանական կողմը ստիպված է նման պայմաններում իրականացնել պաշտպանություն, որը առարկայազուրկ եւ անարդյունավետ է առերևույթ։ Իհարկե, պաշտպանները հնարավոր բոլոր գործողություններն անում են, օրենքով չարգելված բոլոր գործողությունները, բայց դրա արդյունքը շատ ցածր է, որովհետեւ վարույթն իրականացնող մարմնի կողմից իրավաբանություն չկա։